Ողջունում եմ իմ շատ սիրելի հետևորդներին և իմ ալիքի բոլոր հյուրերին։ Թանկագիններս այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք տոնական շատ համեղ հավի բդիկներ, որը պատրաստվում է տարբերվող հետաքրքիր բաղադրատոմսով։ Եթե հոգնել եք գազօջախի վրա թշնամիս տապակելուց հետո, այնուհետև ժամանակ տրամադրել գազը մաքրելու համար, ապա խորհուրդ կտամ միսը պատրաստել այս տարբերակով։ Ստացվում է շատ ավելի համեղ և առողջարար, քան տապակած հավի միսը, իսկ թե ինչպիսի տեսք ունի, գնահատեք ինքներդ։ Ես վարձել եմ 1,5 կգ հավի բդիկներ, այս տարբերակով կարող եք պատրաստել նաև հավի թևիկներ կամ ամբողջական հավ։ Չնայած որ խորհուրդ չեն տալիս լվանալ հավի միսը, այնուամենայնիվ ես հեռացրել եմ կաշին և լվացել եմ միսը հոսող ջրի տակ։ Հավի բդիկները լվանալուց հետո պարտադիր քիմիական նյութերով ախտահանեք լվացարանը։ Դանակի սուր ծայրով բդիկների ոսկրային հատվածում այսպես մի քանի հատ կտրվածք ենք անում, որպեսզի եփվելու ընթացքում արյունը դուրս գա։ Եռման ջրի մեջ գցում ենք մսակտորները և եփում ենք ընդամենը 3 րոպե։ 3 րոպե եփելուց հետո թափում ենք ջուրը, այսպես ջրի հետ միասին դուրս է գալիս արյունը և հավի արտահայտիչ սուր հոտը։ Կրկին կաթսայով ջուր ենք դնում գազօջախին և թողնում ենք եռա։ Ավելացնում ենք 10 հատ հատիկավոր սև պղպեղ, համեմում ենք աղով, այնուհետև ավելացնում ենք հոսող ջրի տակ նախապես լավ լվացած մսակտորները։ Եռման ջրի մեջ կարող եք ավելացնել 1-2 հատ դափնու տերև, ըստ ցանկության։ Այս անգամ արգանակը ստացվում է շատ թափանցիկ, որով կարելի է պատրաստել համեղ բրնձով փլավ։ Մինչ միսը կեփվի, պատրաստենք թանձրուկը, որով պետք է պատենք հավի բդիկները։ Բարեկամներ, թանձրուկի համար կարող եք օգտագործել ձեր նախընտրած համեմունքները։ Ես վերցրել եմ չաման, քիմիոն, հնդկական քարի և շաֆրան, ինչպես նաև աղացած համեմի սերմ, կարմիր և սև կծու պղպեղներ և մի փոքր աղ։ Ավելացնում եմ նաև մոտ 2 ճաշի գթալ մայոնեզ, 1 լիքը ճաշի գթալ տոմատի մածուկ և 50 մլ ձետ, ինչպես նաև 3-ից 4 ատամիկ սխտոր և 1 թեյի գթալ մեղր։ Թանկագիններս չանհանգստանաք, որ 1 թեյի գթալ մեղր ավելացնելով միսը կարող է քաղցր ստացվել։ Մեղրը պարզապես համերը ծանոթացնում է իրար հետ։ Մի լավ խառնում ենք և թանձրուկը պատրաստ է, հավի բդիկները ևս եփվել են։ Մսակտորները գեղեցիկ շարում ենք ջեռոցի տապակի մեջ և բոլոր կողմերից պատում ենք մեր պատրաստած համեղ թանձրուկով։ Չեք պատկերացնի, թե այս վիճակում որքան անուշ է բուրում այս թանձրուկը, իսկ ջեռոցը դնելուց հետո բոլոր համեմունքների բույրը կբացվի։ Աշխատում ենք բաց տեղեր չթողնել և երկու կողմից տարածում ենք թանձրուկը։ Միսը ջեռոցում պետք է թողնենք ընդամենը 10 րոպե, որպեսզի հավի բդիկները գեղեցիկ կարմրեն։ Ջեռոցի ջերմաստիճանը 180 աստիճան։ Չմոռանամ նշել, որ թանձրուկի մեջ կարելի է ավելացնել նաև չոր կանաչիներ։ Արդեն անցել է 10 րոպե և տեսեք, թե ինչ ախորժելի տեսք ունեն մեր պատրաստած հավի բդիկները։ Վերջում ավելացնում ենք կիսալուսնաձև կտրտած կես գլուխ սոխ և թարմ կանաչի, շատ ախորժելի է։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ հավի բդիկները պատրաստելու այսպիսի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։